Իսկ կոռուպցիայի դեպքերի հետ կապված ինչ կասեք ձեր իշխանության ժամանակ, որովհետև ազգային ժողովի ամբիոնից այսպես ցցուն օրինակներ մատնանշեցին, ձեր անունն էլ այնտեղ արանքում հնչեցրեցին։ Ինչ կասեք այդ դեպքերում։ Պետական պարտքի շրջանակում էր, չէ, ուշադրություն վերաբերեցին։ Հա, բայց ոնց որ խոսեք հիմա կոռուպցիայից ու ասեք ձեր անունն էլ, պարոն Մեսրոպ Մանուկյանը խոսում էր պետական պարտքից եւ ասում էր պետական պարտքի մասին, չէ, դեմ չեմ, կարող է դրանից է խոսի։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, ժողովուրդ, եկեք էլի փորձարկում անենք կամ ուսումնասիրենք։ Կարող եք ասել վերջին 8 տարվա ընթացքում ամենաշատ, եթե տրամաբանությամբ գնանք, իրանց ասածը որ կալանքը պատիժ չէ կամ այսպես է դիտարկում, ովքեր են որ պաշտոնյաներն են ամենաշատը անցկացրել օրինակ անազատության մեջ, ում նկատմամբ կան օրինակ մեղադրական դատավճիռներ։ Ուսումնասիրեք եւ կարծում ձեր հարցի պատասխանը կլինի։ Դրանք ցավոք սրտի իմ համար ցավոք սրտի, այնպես չի որ այս մյուս դեպքերը համարում են ոչ արդարացի կամ արդարացի, բայց ցավոք սրտի նախկին իշխանության ներկայացուցիչներ չեն։ Մենք ունեցել ենք փոխնախարար, որը երևի թե ինչքանով որ ես հիշում եմ ամենաշատ անազատության մեջ մնացած մարդն է եղել, ունեցել ենք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Եթե դուք ուզում եք ինձանից լսել, որ ես կասեմ հիմա կոռուպցիա չկա, ես այդպիսի բան չեմ ասի, որովհետև ես կարդում եմ այդում ձեր կողմից հրապարակված, ասենք, չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունները, քննչական կոմիտեի հայտարարությունները, չգիտեմ, բոլորին վերջերս հետաքրքիր օպերացիա էին արել, այդ դրոնով թռնում եւ նկարում էին հաղորդական իրավունքի գումարի դեպքում, իհարկե կան ժողովրդանով ասում չկա։ Սերան Օհանյանի Վահագնի թաղամասի տունն էիք 8 տարի մատնանշում, պարզվեց նա, պարզվում է ԱԱԾ տնօրենն էլ ձեր դղյակ ունի Վահագնի թաղամասում, ես ոնց հասկանամ։ Ես չեմ ասել ունի թե չէ։ Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը շատ բաներ է ասել, հետո պարզվել է այդպես չի գուցե։ Ես չեմ կարող ասել, թող արձագանքեն։ Վիդեոներ եւ տեսագրություն եւ նկարներով հրապարակվի այդ ամեն ինչը կհավատա։ Կանցան վկայական, թող հրապարակվի տեսնեմ։ Կհավատա այդ ժամանակ։ Ինչին հավատամ, եթե դուք ցույց կտաք կադաստրով գրանցված որ ԱԱԾ տնօրենը ունի, դա առնվազն դուք ես եւ դուք կտեսնենք հայտարարագրում, հեսա։ Ժողովուրդ, եթե այնտեղ ապրում, հիմա հայտարարագիր լրացնելու ժամկետն է լավ, եկեք բացենք 25 թվականի հայտարարագիրը, տեսնենք այդ մարդը ինչ ունի։ Այսինքն ինքը ինչ ունի, պետք չի Մեսրոպ Մանուկյանի լսել, պետք է բացել մեր կողմից այդ թվում կատարելագործված այդ կոռուպցիայի կանխարգելման համակարգը, բացել տեսնել այդ մարդը ինչ ունի։ Պարտադիր չի Մեսրոպ, գրում եք։ Եթե բարձվի ճիշտ է, նորմալ է, թե նորմալ չի։ Ինչ են։ Ինչը բարձվի ճիշտ է։ Որ Վահագնի թաղամասում դղյակում ապրում ԱԱԾ մեր նոր տնօրենը։ Ինչ պայմաններում է, ես չգիտեմ։ Կարող է հիպոթեկով վերցած 40 տարում կամ 30 տարում պետքա փակի։ Դուք հիմա որևէտեղ ապրում եք։ Սերան Օհանյանը վարձով էր ապրում։ Հարգելիս, չկա ապօրինի ծագում ունեցող գույքով անցնող գետ 1 պաշտոնյա, որի գույքը դրել են կալանքի տակ եւ որը դեռ իր սեփականությունը չի կարող Սերան Օհանյանը բերի ցույց տա, որ օրինակ պայմանական ՎՏԲ բանկով այս տունը գնաց, հեսա տեսեք հələ միջև 2050 թվականը պետքա փակեն եւ դատախազությունը գնասի սա ապօրինի է։ Ապօրինին այն դեպքում է, երբ որ հակառակը գնում են ասում են դու ստացել ես 400,000 դրամ աշխատավարձ, չունես հիպոթեք, չունես որևէ կողմնակի այլ եկամուտ եւ չէիր կարող ունենալ, որտեղից քեզ է սեփականություն, այ երբ որ մարդը չի կարողանում հիմնավորի, այդ ժամանակ գույքը դատախազությունը հայցով փորձում է վերցնել, այսինքն չկա տենց դեպք։ Երբ որ դուք խոսում եք, չգիտեմ, մեր չէ, ասեմ, էս էլ է շատ կարևոր է, երբ որ մեր հանրությունը լսում, օրինակ պայմանական 5 տարի հետո կլինի, մի տարի հետո կլինի, ցանկացած, չգիտեմ, 10 տարի հետո կլինի, ցանկացած այլ իշխանություն որ եկավ, այդքան որ ձեր կողմից շատ թմբկահարվող կամ ընդդիմության կողմից մեր առաջին նստաշրջանի ժամանակ պարոն Կոնջոյանի տնից խոսք գնաց եւ այլն։ Ով էլ որ գա, այդ տունը չի կարող համարվել ապօրինի ծագում ունեցող, որովհետեւ այդ տան տերը դեռ ինքը չի լինելու։ Այդ տանտերը լինելու է փաստացի են բանկը, որը տվել է իր փոխարեն, ասենք 5 տարի առաջ գումար եւ ինքը պետքա փակի։ Իսկ այս պահին անցնող, երբ որ թվարկվում է պայմանական Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի այդ մեծ թիվը կամ մյուս անձանց դեպքում, իրանց դեպքում հենց այդ է որ տակը չկա այդ հիմնավորում, որտեղից է գումարը։ Պարոն Գաբրիելյան, եթե օրերից մի օր փոխվի իշխանություն, դուք չլինեք իշխանության, ազգային անվտանգության ծառայության պետ նշանակվի իշխանության կողմից որևէ մեկը եւ քաղաքական ղեկավարի ուղիղ ցուցումով հրահանգող մտնեն օրինակ ձեր տուն
եւ չգիտեմ ձեր երեխան չափահաս է թե անչափահաս է։ Որ ասեք երբ կլինի, դա։ Չգիտեմ, ես հիմա ներկայացնում եմ իրավիճակը եւ ձեր անչափահաս երեխայի ներկայությամբ տանը խոզարկություններ սկսեն իրականացնել, ձեզ օրինակ գցեն գետնին, հետո փորձեն ձերբակալել եւ տանել ներկայացնել իրավապահ մարմիններին։ Օրինակ դուք եւ ձեր քաղաքական թիմը ինչպիսի գնահատական կտակ նման երևույթների։ Մի քանի հարցեր էր ձեր հարցը պարունակում, բայց եկեք այս ուրիշ կոնտեքստում պատասխանենք։ Դե եկեք պահանջ դրեք, ասեք Ժորժ ջան, եկեք քրեական դատավարության կամ այլ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել։ Չէ, հարցը ոչ թե Երբ որ դուք վահան եք փորձում դարձնել անչափահաս երեխային, ես էլ ասում շատ լավ, չէ, այստեղ էլա, չէ, գալիս ասում են, չգիտեմ, մայրական խնամքի տակ երեխա ունի, ես ինչ կինը նրան նկատմամբ շուտով, բայց օրենքն է, եկեք փոխենք օրենքը, եկեք ասեք չի կարելի։ Հարցային տարբերակ է, եթե մարդը իրականացնելու մասին է, եթե քրեական վարույթ է հարուցվել մարդը, օրինակ մեղավորություն ունի, պետք է ընթանա այդ գործը, դրա մասին չէ, այլ այն, որ դրա շրջանակներում ներխուժում են մարդու բնակարան անչափահաս երեխայի ներկայությամբ, դուք ձեր վրա այդ ամեն ինչը Երբ որ դուք ասում եք, որ եթե մարդը մեղավոր է, այդտեղ խնդիր չկա, իրան պետքա իհարկե պետքա պատասխանատվության ենթարկել, բայց այդ պատասխանատվության ենթարկելը գործընթաց է իրանից, չէ՞ ենթադրում։ Այդ ենթադրում այո, խոզարկություն, չգիտեմ, գաղտնալսում, քննչական գործողություններ, հարցաքննություն, առերեսում, դատական նիստեր։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ամեն ինչը չլինի, միանգամից sense այդ կլներ օրինակ բռնապետը, եթե չլներ որևէ բան, մեկ էլ տեսնեք, այսօր դուք ոչ թե կարդայիք, որ պայմանական որևէ ընդդիմադիր գործ չի տանը խոզարկությունը, այլ այսօր առավոտյան 10-ին առաջին այցյանի դատավոր էս ինչը ընթերցեց դատավճիռ եւ դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Բա պետք է լինի, չէ՞ դա։ Դուք սլակները փոխում եք։ Որն է ձեր ասած, որ երեխայի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ օրինակ էլի կան հարուցված քրեական վարույթներ, նման օրինակ դրվագներ չեն արձանագրվում։ Ինչու օրինակ Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում իր անչափահաս երեխաների ներկայությամբ չեն գնացել եւ չեն ներկայացել նախաքննական մարմին։ Սերգեյ Բագրատյանի տղայի վերաբերյալ, որ ենթադրյալ կաշառքի խտրական մոտեցման մասին եմ խոսում, պարոն Գաբրիելյան, ոչ թե այդ քրեական վարույթների ճիշտ կամ սխալ կամ ինչու է հարուցվել։ Ես ծանոթ չեմ այս երկուսի գործերին։ Հայկ Կոնջորյանի եղբոր եւ Սերգեյ Բագրատյանի որդու վերաբերյալ հարուցված թե ինչ խուլիգանության հոդվածով Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ Բայց որքանով որ ես տեսանյութերից այդ մեկն եմ տեսել ինձ թվում է Դուք չեք տեսել որ Հայկ Կոնջորյանի եղբայրը հայհոյում է բարեկային ծառայողի Երբ դրան հաջորդել է ամենայն դեպս Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դրվագը նախաքննական մարմինը ինչպես նաև ներքին գործերի նախարարությունը պարզաբանում են իրականացել պարոն Գաբրիելյան դա ինձնից ես ձեզ ներկայացրի տվյալ իրավիճակում երկուսն են քաղաքացիական պայմանագիր ներկայացնեն հիմա ումից է վրեժ լուծվում Պարոն Գաբրիելյան դուք լսում եք ես ինչ հարց եմ Որքանով որ ես եմ կարդացել մի կողմն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ մյուսն են ումից են վրեժ լուծում Ձեր հարցը չեմ կարող հասկանալ Դուք ուզում եք որ երեխաների նկատմամբ չլինի թե ուզում եք երեխաների նկատմամբ էլ լինի բայց խտրական չլինի բոլորին գնան երեխաների շահը հաշվի առնելով չլինի երեխաների ներկայացում ոչ են դեպքում Այո, այդպես հարցը ձեզ ոչ թե ասեք ինչի այնտեղ խտրական վերաբերմունք նշանակում որ բոլորի երեխաների մոտ պետք է գան այդ գործողություններն Ոչ, պետք է չանեն, ես հիմա ձեր կարծիքն եմ Ես ընդունել եմ այդ թվում հեղինակել եմ մի օրենք, որը ըստ էության պարտավորեցնում է իրավապահ մարմինների ղեկավարներին գալ ազգային ժողով տարին առնվազն մեկ անգամ եւ պատասխանել մեր հարցերին։ Ինձ, քանի որ գործի մանրամասներին ծանոթ չեմ, կարող եմ ձեզ խոստանալ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այդ թվում հրապարակային կհարցնեն, որ ասում են, որ ինչի էս դեպքում սա է, էս դեպքում այդպես չի։ Որտեւ այնտեղ տարբեր քննչական, այսպես ասած, գործողություններ կարող են լինել, ես չեմ կարող էլի ասել։ Հարցը հասկանում եմ, ձեր ենթատեքստն եմ հասկանում, թե Տիկին Ջեվեջյանը մի քիչ սխալ անվանում տվեց խտրականություն, ձեր հարցը հասկանում։ Չէ, եթե խտրականություն ես ասում, նշանակում է պահանջված որ միշտ տենց լինի։ Չլինի հավասարություն։ Օրենքի առաջ բոլորը հավասար են եւ չպետք է լինեն ավելի հավասար։ Ինչ նկատում ենք հավասարից կը բոլոր երեխաների մոտ անեն թե չանեն։ Եթե չանեն, այն առաջին ասածը սա գալիս։ Եկեք օրենքը փոխենք, ասենք որ չգիտեմ, պատերազմի մասնակցած մարդկանց չի կարելի հետապնդել։ Բազմազավակ ընտանիքներ ունեցող անդամներին չի կարելի անել։ Ժորժ ջան, որովհետև երբ որ լավագույն շահը հաշվի առնելով ծայրահեղացնում եք ամեն ինչ։ Երեխայի լավագույն շահ ասվածը ի՞նչ է։
Երեխայի լավագույն շահը թվարկեմ ամբողջ։ Հա, թվարկեն, երկուսը թվարկեք էլի։ Իրավունք ունի ապրելու առանց վախի մթնոլորտի։ Իսկ նման գործողությունները երեխայի մոտ ստրեսային վիճակ են առաջացնում, որը կարող է նրա ողջ կյանքի ընթացքում հետ թողնել եւ ազդել նրա։ Իսկ կարա իրավիճակ լինի, որ այն անձը, որը հետախուզվում է, հազարավոր տենց երեխեքի վախ ու մահ պատճառը կամ աղքատություն պատճառը եւ պետքա քննչական գործողություններ արվի։ Ոտնատակ արել հազարավոր այլ երեխաների լավագույն շահը։ Իրավաբանների տիրույթում երեխան մեղավոր չի։ Կարող է անհետաձգելի գործողություններ պետքա լինեն, որոնք ասում եմ այն մյուս հազարավոր երեխաների լավագույն շահն են պաշտպանում։ Նայեք, թուրքերը հայերի երեխաներին վերացնում են, որովհետև ասում են, որ այդ ժողովուրդը չպետք է վերարտադրվի։ Հիմա ձեր ասածով նույն վերաբերմունքն, այսինքն եթե ձեր ասելով ամեղության փոխաբերկացը խախտելով այդ մարդը ուրիշ երեխաների մոտ վախ է առաջացել, հիմա դուք եք պիտի այդ մարդու երեխայի մոտ։ Ճիշտ ասած չգիտեմ ձեր համեմատությունը ինչին էր ուղղված, բայց որքանով որ ես եմ պատմությունը սերտել, ոչ միայն թուրքերն են մեզ սպանել առնվազն։ Չգիտեմ դրա համար ինչ եք դուք մատնանշում։ Դե դա նշեցի։ Չէ։ Հարևաններ չունենք, որ մեզ կոտորել են հռիփսի մեն։ Դե շատ վատ է որ դες ում հասկանում ինչ եք այդ թուրքը մեզ լուրջ նկատի ունեք որ մեզ որ թվականների նկատի ունեք։ Ասենք սրանց 200 տարի առաջ, 220 տարի առաջ ընդհանրեն։ Ռուսների Ինչ ռուսներ ժողովուրդ, Իրան չունենք մեր հարևան։ Ասենք իրանց տիրապետության տակ չէ։ Այսինքն ցեղասպանություն են արել։ Ես չեմ ասում ցեղասպանություն, դուք ասում եք մեր երեխաներին կամ մեզ սպանում են, ասում ինչ եք դուք։ Երեխաների սպանում են ու ցեղը վերացնեն, դրա մասին է խոսքը։ Այս թեմայով այնքան երկար խոսել, որտեղ